Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հրաժարվել կոթողացման տրամաբանությունից, ինչը մեզ համար կոթող է, ինչը տաճար է, դիմացը պետք է գրենք տաճար, ինչի դիմաց գրված չէ տաճար, պետք է գրված չլինի տաճար, ասել է նա։ Վարչապետն անդրադարձել է մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին։ Այն, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում, քայքայվում էր, մենք այսքան միլիարդներ ենք դնում, չենք կարողանում կանգնեցնել քայքայման process-ը, բա պետք է տնտեսվարությամբ զբաղվել։ Նա նշել է, թե հարյուրավոր ընտանիքներ գնում Դուբայում հարսանիք են անում, վերադառնում, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգը աշխատել, երաժիշտները հավելյալ գումար ստանան, դիզայներները, ծառայություն մատուցողները հավելյալ գումար աշխատեն, հավելյալ հարկ վճարեն, հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, ասում են չէ, եկեք ձեռ չտանք, չմոտենանք համալիրին։ Նրա խոսքերով նույն կերպ վերաբերվում են նաև եկեղեցիներին։ Մի քանի տաճար այցելելուց հետո նախարարին հարցնում եմ, պատմամշակութային հուշարձան է, չէ, որն այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ որևէ պոակ։ Մենք խնդիր դնում ենք այստեղի սանիտարական վիճակի մասին։ Ես պաշտոնապես ասում եմ, մեր եկեղեցիները չուլանացված են։ Ով որտեղ ոչ պետքական ապրանք ունի, այնտեղ կտեսնես ավելացված մետաղ, պարկով ցեմենտ։ Ըստ նրա մարդը մտնում է եկեղեցի հոգևոր հաղորդակցության, բայց մտնում ես տեսնում այնտեղ աղբե լցված, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, ինչ որ մեկի կոշիկները, մեկը կրավատ է բերել դրել։ Ինչքան կարելի է կեղծ լինել, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ոտքի տակ տալ սրբությունները։ Հարց է տվել Նիկոլ Փաշինյանը։